Պարոն Աբրամյան, մենք ուղիղ եթերում ենք։ Պարոն Աբրամյան, ապրիլի վերջին տեղեկատվություն տարածվեց, որ հայ և թուրք պատվիրակները Կարսում հանդիպել են Գյումրի Կարս երկաթգծի աշխատանքները, երկաթգիծը այսպես աշխատացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Այս պահին սա որքանով է իրատեսական եւ օրինակ եթե այդ երկաթգիծը գործարկեց մեկ ամիս հետո, մեկ տարի հետո Հայաստանը դրանից ինչ է շահում։ Ուրեմն նախ նշեմ այս իրավիճակում թուրքական այս քայլը փափուկ ուժի կիրառման մի գործընթաց է, որով փորձում է Հայաստանում ազդել ընտրությունների վրա։ Սակայն այս գործընթացը իրենից պարունակում է բավականին վտանգներ եւ հատկապես այն իրավիճակում, երբ որ այսօր Հայաստանը իր հարաբերությունները սրել է Ռուսաստանի հետ։ Եվ այստեղ ես տեսնում անմիջական թուրքական հետքը, որովհետեւ Թուրքիան կարծում եմ փորձում է այս միջոցներով թույլատնել ռուսական ազդեցությունը այս տարածաշրջանում եւ ընդհանրապես Հայաստանում եւ օգտագործել սա որպես գործիք ընդդեմ Հայաստանի։ Թույլատրելով կամ թողելով Հայաստանին առևտուր անել կամ անցնել իր տարածքով այսպես կոչված ապրանքաշրջանառություն Եվրոպայի հետ, սրանով նա փորձում է Հայաստանին գցել կախվածության մեջ Թուրքիային եւ զուգահեռ այդ ընթացքում նաեւ Հայաստանին ստիպել իր հարաբերությունները վատացնել Ռուսաստանի հետ։ Եվ գալու է մի պահ, երբ այդ երկաթգիծը կամ ախալքյալակ եւ Կարս երկաթգիծը օգտագործվել է Հայաստանի դեմ։ Ինչպես, քանի որ այսօրվա իշխանությունը հայտարարում է, որ այդ տարածքները, այդ ճանապարհները Հայաստանին բերել են մեծ օգուտներ, Ադրբեջանի տարածքով ռուսական, ղազախական, չինական բեռներն են գալու Հայաստանում, այստեղից գնալու են Եվրոպա, ամեն վարքյան Թուրքիան օգտագործելով այս սահմանը կարող է փակել եւ լիարժեք տնտեսական սահմանային բլոկադայի ենթարկել Հայաստանին։ Ահա այստեղ է կայանում այս վտանգը, երբ որ նաեւ տեղի ունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ եւ ավելի շատ վատթարացում, ինչի ականատես ենք լինում ամեն օր այսօր։ Արդեն մի քանի տարի է խոսում է հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին, բայց որևէ տեղաշարժ չկա, պարոն Աբրահամյան։ Թուրքիան ինչի է սպասում։ Գիտեք, ես կարծում եմ սա Թուրքիայի համար այսպես քաղաքական քայլեր են, քաղաքական խաղեր են ավելի շուտ, որը նա փորձում է իրականացնել Հայաստանի հետ։ Եվ հնարավորինս փորձելով կորզել այն բոլոր զիջումները, որոնք Հայաստանը կարող է անել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Եվ կարող է գա մի պահ, երբ որ Թուրքիան ընդհանրապես հրաժարվի սահմանը բացելուց։ Եթե այո, ինչպես հայ-թուրքական արձանագրությունները եղան, որ այսպես թմկահարվեց, գովերգվեց, քննարկվեց, անգամ թուրքական խորհրդարանում սա քննարկվեցին եւ եկավ մի պահ եւ այլևս դրա մասին ոչինչ չխոսեց։ Եթե նայենք անգամ Էրդողանի խոսույթին, ապա այնտեղ չենք տեսնի այսպես սահմանի բացման մասին խոսույթներ։ Այստեղ հստակ գնում է այն գիծը Էրդողանի խոսույթում, որ մենք տարածաշրջանում բերեցինք խաղաղություն, մենք խաղաղություն ենք հաստատել հարավային Կովկասում եւ ահա այս խոսույթն է գնում։ Եվ Էրդողանը կարող է շատ հանգիստ գա մի օր եւ ընդհանրապես դադարեցնի այս քաղաքականությունը եւ ընդհանրապես փակ պահի Հայաստանի սահմանը։ Պարոն Աբրամյան, նույնիսկ այն դեպքում, երբ օրինակ այդ խաղաղության պայմանագիրը ենթադրենք ստորագրվի Ադրբեջանի հետ, նույնիսկ այդ դեպքում Էրդողանը Գիտեք, արդյոք մոտ է այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի հետ։ Արդյոք նրանք պահանջել են բոլոր զիջումները Հայաստանից, թե դեռևս կան զիջումներ, որոնք դեռևս մեզ սպասվում են այս իրավիճակում։ Եվ կարծում եմ դեռևս կդնեն այն բոլոր պահանջները, որոնք պետք է Հայաստանը բավարարի, որ հասնեն վերջնական այդ խաղաղություն կոչված կամ այդ խաղաղության պայմանագիր կոչվածին։ Այսինքն մեզ դեռևս սպասվում են զիջումներ, եթե տեղի չունենան Հայաստանում փոփոխություններ եւ Հայաստանի այսօրվա իշխանության թմկահարած այս խաղաղությունը ունենա այն վերջնակետը, որ Հայաստանը վերջնական գնա թուրքական եւ ադրբեջանական այդ քաղաքականությունից կախվածության։ Շնորհակալություն։